Տիկին Բադալյան, նախ ես կուզեի անդրադառնայինք ձեր թեկնածության ներկայացման դրվագին, մենք չլսեցինք, որ ձեր գործընկեր Տարոն Չախոյանը նշեր ձեր կենսագրական տվյալներում, որ դուք աշխատել եք Երկիր մեդիա հեռուստաընկերությունում, Դաշնակցությանը հարող Կենտրոն հեռուստաընկերությունում Գագիկ Ծառուկյանի բիզնես կայսրության մաս կազմող, դուք էիք ասել, որ այս հաշվի առնելով քաղաքական իրավիճակը դրանք չհնչեն ամբիոնից։ Չէ, բնավ, շնորհակալ եմ, բնավ ես որևէ բան չի ասել, բայց հնարավորինս փորձել էի կենսագրությունը բեռնաթափել եւ ընդհանուր առմամբ ուղղակի նշել էի, որ 97-ից 2019 թվականներին աշխատել եմ ռադիոյում եւ հեռուստատեսությունում, որովհետեւ եթե ես սկսեի նշել բոլոր հեռուստաալիքներն ու բոլոր ռադիոկայանները ու այդ ոլորտի հետ կապված ամբողջ աշխատանքը, կարծում եմ բոլորը շատ հոգնած էին, շատ երկար կտևեր, միևնույն է դա գրված է եւ դա դրված է ազգային ժողովի կայքում, բայց առողջապահության հետ առանձնապես դա կապ չուներ եւ այդ մասով ես նպատակահարմար գտա ուղղակի մեկ բառով ասել, որ ռադիոյի եւ հեռուստատեսության աշխատակից եմ եղել։ Տիկին Բադալյան, բայց Տարոն Չախոյանը ձեր թեկնածությունը ներկայացնելու ժամանակ երբ հարցեր էին հողում կոնկրետ ոլորտային, նշում էր մենք այստեղ բժշկական կենտրոնի տնօրեն չենք ընտրում, այնինչ օրինակ բժշկական կենտրոնի տնօրենը շատ հանգիստ կարող է բժիշկ չլինել, կարող է լինել ֆինանսիստ, իրավաբան, ցանկացած մասնագիտություն, բայց ոչ օրինակ բժիշկ, բայց ձեր պարագայում կամ օրինակ գլխավոր բժշկի պարագայում պիտի լինի, պարտավոր է օրինակ լինել բժշկական մասնագիտություն։ Պարտավոր չէ, որևէ տեղ նման բան չկա գրված եւ նաեւ հիշելով նախկինում ովքեր են գլխավորել հանձնաժողովը, որևէ մեկը բժիշկ չի եղել։ Եվ այս իմաստով, քանի որ հանձնաժողովի նախագահը հիմնականում համակարգում է հանձնաժողովի աշխատանքները, դրա համար էլ օրենքում նման կետ գրված չէ, որ որևէ հանձնաժողովի նախագահ պարտավոր է լինել մասնագետ։ Բայց եթե մենք խոսում ենք մասնագիտական տեսանկյունից, բժիշկ լինելը էական ազդեցություն ազգային ժողովի ներքին այդ աշխատանքների վրա դերակատարում չի կարող ունենալ, բայց առողջապահության մասնագետ լինելը իհարկե ցանկալի է եւ այս իմաստով ես այս ընթացքում իհարկե հասցրել եմ այդ կրթությունը ստանալ եւ կարծում եմ որ նաեւ երկու գումարումներում այդ հանձնաժողովում աշխատանքային փորձերը էլի տալիս է այդ հնարավորությունը։ Դուք չեք կարողանում այդ կրթությունը ստանալ, նկատի ունեք, որ այդ հանձնաժողովի անդամ եք եղել եւ թրծվել եք, հա, այդպես այդ նշանակում։ Չէ, ես դա չեմ նկատի չունեմ, ես նկատի ունեմ, որ այդ ընթացքում ես նաեւ հասցրեցի ընդունվել եւ ավարտել Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բուժհաստատությունների կառավարում մագիստրոսական ծրագիրը։ Առողջապահության հետ այնքան էլ կապ չունի, կառավարումը մի քիչ Դե դրա համար եմ ասում, երբ որ առողջապահության կազմակերպիչ, այսինքն ինքը շատ ավելի օգնում է թե հիվանդանոցի տնօրեն լինելու հարցում, թե ընդհանրապես կազմակերպչական աշխատանքները անելու։ Կազմակերպիչն էլ իրավաբան է, այսինքն քաղաքացիական պայմանագրում ինչ մեթոդով են ընտրում առողջապահության ոլորտի առողջապահության ղեկավարությանը, այսինքն դուք պետք է շփվեք ոլորտի մասնագետների հետ, այդ թվում եւ նեղ մասնագետների հետ, բարձրացնեք իրենց խնդիրները, բայց դուք պատկերացում չունեք այդ մասնագիտությունների վերաբերյալ։ Նախ առաջին հերթին դուք չեք, որ կորոշեք, ես պատկերացում ունեմ, թե ես չունեմ, երկրորդը ինչ վերաբերում է առողջապահության նախարարին, եթե նկատի ունեք, բացի իրավաբան լինելուց, Տիկին Ավանեսյանը ավարտել է նաև ամերիկյան համալսարանի առողջապահության կազմակերպիչ ֆակուլտետը, մագիստրատուրան եւ կարծում եմ որոշեք Ինչ համապատասխան, այսինքն ես պիտի լինեմ էնդոկրինոլոգ, թե պիտի լինեմ, ասենք, թոքաբան եւ այլն, ես կարծում եմ, որ բավականին երկար բացատրեցի, որ առողջապահության հանձնաժողովի նախագահ համակարգում է առողջապահության հանձնաժողովի անդամների աշխատանքը կազմակերպում է նիստեր եւ դրա համար օրինակ թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա։ Այդ դեպքում ինչի օրինակ ընդդիմադիր թեկնածուների հետ կապված դուք շատ խիստ ոլորտային հարցեր եք տալիս։ Գուցե իրենք էլ կարող են կազմակերպիչ լինել, բայց այդ ոլորտում խորացած չլինեն։ Համաձայն եմ եւ եթե դուք լսել եք իմ ընտրության վերաբերյալ քննարկումները, տեսել եք, որ ամբողջությամբ բացառապես ոլորտային հարցեր են եղել, ինչի համար ես շատ ուրախ եմ եւ շատ շնորհակալ մեր ընդդիմությանը, որը նույն տարբերակով էլ մեզ ոլորտային առումով քրքրել է եւ կարծում եմ, որ սա լավագույն տարբերակն է ցանկացած ոլորտ, որի համար դու պատասխանատվություն ես վերցնում, այդ ոլորտը որոշակիորեն, այսպես ավելի մաքսիմալ օգտակար լինելու այդ ոլորտում եւ միայն մենք չենք, որ ոլորտային հարցեր ենք տալիս, եթե չեք դիտել, առաջարկում եմ դիտել։
քննարկել արդյոք ընդդիմադիր տեխնացուների ոլորտային պատրաստվածությունը, այսինքն ինչքանով են նրանք պատրաստ այդ ոլորտը ղեկավարելու ազգային ժողովի մակարդակով, թե այլ հարցերի շրջանակներում։ Չէ, իհարկե ոլորտային առումով եւս քննարկումներ եղել են եւ բոլոր տեխնացուների վերաբերյալ մենք հնարավորինս, ինչպես որ մեր տեխնացուների վերաբերյալ ենք նախնական մինչեւ որոշելով կլինի տեխնացու ամենայն մանրամասնությամբ քննարկում, նույն տարբերակով էլ եղել է նաեւ ընդդիմության ներկայացուցիչների վերաբերյալ եւ մասնագիտական եւ նաեւ մասնագիտությունից անդին։ Ոլորտային առումով բոլորը շատ լավ եք ընտրվեցիք, ընդդիմադիրները վատ էին։ Բացարձակ նման բան չի եղել, կրթություն ունի երկար տարիներ Ես կարծում եմ, որ այո, շատ լավ տեխնացուներ էր առաջադրել ուժեղ Հայաստան խմբակցությունը եւ շարունակում է շատ լավ տեխնացուներ առաջադրել եւ մենք այդ համեմատության մեջ մեր ընտրությունը կկատարենք։ Իգին Բադալյան, առողջապահության այդ համընդհանուր ապահովագրության վճարների հետ կապված այսպիսի խնդիր են բարձրաձայնում քաղաքացիները։ Քաղաքացին, որ օրինակ աշխատում է եւ գործատուն վճարում է այդ գումարը եւ պլյուս ունի ԱԶ 129 դրամ ինքն է վճարում, հետո պետությունը վերադարձնում է միայն գործատուի տված այդ, որը կազմում է 56000 դրամ, որովհետեւ այնտեղ գործատուի հետ պետությունը սուբսիդավորում է։ Հիմա ստացվում է, որ այդ քաղաքացիները 129000 դրամից ավել են վճարում, որովհետեւ այն մի 129000 դրամը ամբողջությամբ հետ չեն ստանում։ Այս խնդրի հետ կապված առաջիկայում հնարավոր է ինչ-որ լուծում լինի։ Այո, այս խնդրի հետ կապված քննարկումներ այս պահին էլ ընթանում են եւ եթե հիշում եք նախորդ փուլում էլ երբ որ արդեն մենք ԱԶ-ները եւս այդ 120000 դրամներով ներգրավեցին եւ դարձան առողջության ապահովագրության շահառու, այնտեղ էլի խնդիրներ կար, որովհետեւ ԱԶ-ն միանգամից պիտի վճարեր այդ գումարը, այն դեպքում երբ որ մյուս աշխատողները ամսական էին վճարում, այդ խնդիրն է լուծվեց եւ հնդածս երբ որ խնդիրներ են առաջանում, մենք փորձում ենք դրանք կարգավորել։ Այնտեղ համակարգում մի քիչ բարդություն կար, որովհետև այո, սկզբում բողոքի ալիք բարձրացրեց նաև դա, որ երկու աշխատատեղից միանգամից վճարվում է հիմնադրամ, հետո հիմնադրամը հետ է վերադարձնում երկրորդ աշխատատեղից վճարված գումարը եւ այլն, բայց տեխնիկապես այս կեսն է վերադարձվելու մասը իհարկե ամենայն մանրամասնությամբ պիտի քննարկվի եւ մենք առաջիկայում աշխատանքային իհարկե, այո, մենք աշխատանքային քննարկում պիտի անենք առաջիկայում բոլոր այդ ֆինանսական եթե մտահոգություն կամ եթե որևէ խախտում կամ որևէ խնդիր է առաջացել, ամենայն մանրամասնությամբ պիտի քննարկենք։ Տեսեք, նաև ձեր հանձնաժողովը շատ ուղիղ չէ, բայց որոշակի առումով առնչություն ունենալու նաև սոցիալական ոլորտի հետ, համագործակցություն, հարաբերություններ պետք է լինեն նաև աշխատանքի և սոցիալական հարցի նախարարի հետ։ Ձեր եւ Արսեն Թորոսյանի հարաբերությունները կարծես թե այդքան էլ հարթ չեն, հնարավոր շատ հարթ են մեր հարաբերությունները եւ տեսեք նախ ես կարծում եմ անձնական որևէ լարվածություն երբևէ չի եղել, կարծում եմ այս մասին պետք է անպայման խոսել, եղել է շատ սուր քննադատություն, փոխադարձ, հա, երկու կողմն էլ իրար փոխադարձ քննադատում էին, բայց ես դրան շատ դրական եմ վերաբերվում իրականում, որովհետև երբ որ ընդդիմությունը մեզ չի քննադատում, մենք հավանականությունը, որ կլճանանք կամ այսպես իրար գովալով միայն եւ միայն դրական այսպես քննարկելով որևէ դրանից չի շահում որևէ մեկը եւ այդ պատասխանատվությունը կարծես այն սկզբնական շրջանում բոլորս վերցրել էինք մեր վրա, փոխադարձ բոլորը իրար քննադատում էին, քննարկում էին եւ այլն։ Այսօր համենայն դեպս ես շատ լիահույս եմ, որ մենք ունենք ընդդիմություն, որը պատրաստ է թեմատիկ քննադատություն։ Ես չգիտեմ սա ինչ որքան կտևի, բայց դա ինձ միայն ուրախացնում է։ Այսինքն բոլոր այն խնդիրները, որոնց վրա մենք նույնիսկ ժամանակ չենք ունեցել, երկրորդական ենք համարել եւ այլն, ավելի այսպես մեծ խնդիրների վրա ենք կենտրոնացել, ես այսօր նկատում եմ 9-րդ գումարման ազգային ժողովում 8-ում նման բան չի եղել, եթե հիշում եք, նրանք խոշորացույցով բոլոր խնդիրները վերհանում են եւ այդ խնդիրների շուրջ քննարկում են մեզ այդ կազմակերպում։ Այս դեպքում մենք իրար ընդդիմություն ներկայանալու կարիք այլևս չունենք։ Մենք պիտի ընդհակառակը միավորվենք եւ փորձենք եւ ընդդիմության հարցերին պատասխանել եւ վերհանած խնդիրները, որոնց մեջ լինում են նաեւ օբյեկտիվ խնդիրներ, զբաղվենք դրանց լուծմամբ։ Այնպես որ այստեղ անձնական լարվածություն առանձնապես չի եղել, այո, առողջապահության եւ սոցիալական ոլորտները խաչվում են,
եւ շատ տեղերում դրանք այսպես շատ նույն գծի մեջ են գնում եւ առանց համագործակցության դա հնարավոր չի լինի լուծել։ Մադալյան, քանի որ գործընկերս նշեց ձեր կենսագրական այն դրվագը, երբ որ դուք աշխատել եք կենտրոն հեռուստաընկերությունում, ես կուզենայի Երկիր մեդիայի պահը։ Ես հպարտանում եմ այդ դրվագներով, ես բնավ չունեմ խնդիր, օրինակ ինձ շատ ավելի ցավացրել է, երբ որ ես տեսել եմ, որ 19-20 հատկապես թվականից հետո օրինակ կենտրոն հեռուստաընկերությունը ինձ հետ կապված ամբողջ այդ տեսագրությունը հնարավորինս ամեն տեղից ջնջել է։ Այսինքն ես որևէ դեպքում չունեմ այդ խնդիրը եւ ես չեմ հարցրել անկեղ չեմ կարծում, բայց ես նաեւ կարծում եմ, որ տեսեք, ուրեմն խմբակցության որոշումները անկախ քո կամքից եւ քո մոտեցումներից ենթակա են կատարման առանց շեղման, այսինքն մենք ցանկացած հարցի վերաբերյալ շատ բուռն քննարկումներ ենք ունենում, նույնիսկ ընդդիմության առաջադրած տեխնացուների վերաբերյալ շատ բուռն քննարկումներ ենք ունենում, նույնիսկ կարող է դրանք լինել բարձր տոներով, բայց անկախ նրանից դու ինչ վերաբերմունք ունես հարցին, եթե խմբակցությունը քվեարկությամբ, մեծամասնությամբ որոշում է ընդունել, դու պարտավոր ես դրա կատարմանը եւ հետեւաբար ժամանակ դեմ եք եղել։ Ես անկեղծ ասած չեմ հիշում, դուք շատ հին պատմություն եք հանել եւ դրա կարիքն էլ չկա եւ ես կարծում եմ, որ քաղաքականությունը այնուամենայնիվ այլ ոլորտների հետ այսպես ինչ որ խառնելու կարիք չկա այս դեպքում, որովհետև յուրաքանչյուր մարդ ունի անցած ճանապարհ եւ յուրաքանչյուր կազմակերպություն ունի անցած ճանապարհ եւ ես էլ քիչ դերակատարում չեմ ունեցել կենտրոն հեռուստաընկերության կյանքում, նրանք էլ քիչ դերակատարում չեն ունեցել իմ կյանքում եւ ես կուզենայի, որ այդ ոլորտը եւ այդ փուլը մնար այնպիսին, ինչպիսին, որ ինքը կար։ Ասածս այն է, որ ես խնդրեմ ավարտեմ էլի, որ Գագիկ Ծառուկյանը պետք է շատ վաղուց նստած լինի, կարծում որ ինքը շատ վաղուց պետք է բանտում հայտնված լինի։ Ես կարծում եմ, որ մենք ունենք այսպիսի շատ նուրբ իրավիճակ։ Եթե մենք վերցրել ենք մեզ վրա առաքելություն, որ Հայաստանի Հանրապետությունում պիտի լինի օրենքի գերակայություն, իսկ մենք այդ առաքելությունը մեզ վրա վերցրել ենք բոլոր դեպքերում, եւ այդ ճանապարհը շատ ցավոտ է լինելու, շատ ցավոտ մեզ համար, շատ ցավոտ բոլորի համար, բայց այլ տարբերակ չկա եւ օրենքի գերակայությունը պիտի անպայման լինի եւ դա է միակ զարգացման, կատարելագործման, նաեւ անվտանգության ճանապարհը, որովհետեւ մեր երեխաները մեծանան այնպիսի երկրում, որտեղ եւ իրենք պաշտպանված լինեն օրենքով եւ նաեւ բոլորը Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները հարգեն օրենքը։ Իսկ այդ ճանապարհը շատ բարդ է։ Ես հավելյալ մեկնաբանություններ չեմ տա, որովհետեւ կարծում եմ, որ վարչապետը ամենայն մանրամասնությամբ մեկնաբանել է, բայց եթե որևէ դեպքում կա որևէ օրենքի խախտում եւ դա որոշակի ազդեցություն է ունեցել երկրի առաջընթացի այլ քաղաքացիների իրավունքների ոտնահարման հետ, դրանք բոլորը պիտի վերհանվեն եւ դրանք բոլորը պիտի հանգուցալուծումը իրենց գտնեն։ Տիկին Բադալյան, ինչ կասեք այն տեսարանի մասին, առողջապահության տեսանկյունից թեկուզ նայեք, 70 տարեկան մարդուն գետին տապալելով են անպայման վերման ենթարկում դրա անհրաժեշտությունը ինչքանով կար ու այդ տեսարանը ձեր վրա ինչ տպավորություն։ Ես ընդհանրապես ինքս անկեղծ ասած իմ էությամբ անկախ նրանից ընդդիմադիրների մասին է խոսքը, նույնիսկ եթե ինձ վիրավորողների եւ ցավեցնողների մասին է խոսքը, միևնույն է շատ նմանատիպ իրավիճակները ծանր եմ տանում եւ հեշտությամբ չեմ տանում, որովհետեւ ես կուզենայի այնուամենայնիվ մենք ապրեինք այնպիսի մի երկրում, որտեղ բոլորս իրար շատ հարգեինք եւ շատ սիրեինք, որտեղ բոլորը մեր հայրենակիցներն են։ Եթե ձեզ իմ տպավորությունները հետաքրքրում, բոլոր դեպքերում ես շատ անսահման տխրում եմ, նույնիսկ երբ որ տխուր մարդ եմ տեսնում, բնականաբար հասկանալի է, որ այսպես մեծ ուրախությամբ նման տեսարանների չեմ հետևում, բայց միևնույն ժամանակ փորձում եմ իրավապահ համակարգի գործերին չխառնվել եւ եթե կարիք կա իրավապահ համակարգի նկատմամբ քննադատությամբ հանդես գալու, դա անում եմ ուղիղ։ Տիկին Բադալյան, իսկ դուք ինչպես եք Ոչ թե հանրային, դա նկատի ունեմ, դա անում եմ ուղիղ, որովհետև հանրային, տեսեք, եւ դրանից ինչ է փոխվելու հանրային, ուղղակի ինչ որ մի քանի հոգի պիտի ասի վայ կեցես, ինչ լավ է դու դատապարտեցիր, ես անում այլ ճանապարհ իրավապահ կարողացավ հանրությունը, չնայած որ Նիկոլ Փաշինյանն էլ ազդակներ էր տվել, որ չափազանցված է եղել այդ գործողությունները, անչափահաս դստերը զրկել։ Հույս է ներշնչում, որ մենք աստիճանաբար
անձնական թիրախավորումներից կգնանք լուրջ քննադատության դաշտ, իսկ քննադատելու բան այնքան շատ կա։ Իրոք պետք է կենտրոնանալ այդ քննադատությունների վրա, եթե դու ուզում ես որևէ հանրությանը օգուտ տալ, ինչ վերաբերում է տիկին Արեգնաս Մանուկյանին, ապա ես կարծում եմ, որ մեր խմբակցության շատ պատգամավորներ եւ հատկապես կանայք այդ հարցով էլի առանց հանրային հնչեղության կամ հանրային ցույց տալու այս ընթացքում բավականին շատ աշխատանք Դուք քննադատում եք, որ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով Բուշ հաստատության աշխատակցին, որը նաև վարիչ էր եւ նաև նեղ մասնագետ էր, հեռացնում են աշխատանքից։ Դուք օրինակ այս պահին եկեք չանձնավորենք։ Հիմա այս մի վարքյան խնդրում եմ ինչ որ բան ես բաց թողել։ Չէ, բայց դուք կոնկրետ դրան ինչպես եք վերաբերում, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով ազատում են, ասում են կարիքը չկա, բաժինը պահում են, բայց բաժնի ներողություն, սա ձեր մեկնաբանությունն է եւ ես մանրամասն, եթե դուք ինձ կոնկրետ տեղի ունեցած Նիկոլ Փաշինյանի, Նիկոլ Փաշինյանի եւ տիկնոջ միջև տեղի ունեցած միջադեպից հետո ազատում են աշխատանքից, նշելով, որ հաստիկը կրճատում են, բայց այդ բաժինը ամեն դեպքում պահում են, բայց այդ մարդը բաժնի վարիչն էր։ Կարծում եմ, ես պետք է անպայման ուսումնասիրել, անկեղծ ասած չէ, եւ պիտի նաեւ պատճառները փորձեմ իմանալ, որովհետեւ այս դեպքում դուք խոսում եք Արաբկիր բժշկական կենտրոնի մասին, պոլիկլինիկայի պոլիկլինիկայի մասին է, տեսեք, չեմ տիրապետում այս տեղեկատվությանը, սա պետք է անպայման ուսումնասիրել, բայց բոլոր դեպքերում կարծում եմ, որ որևէ բժիշկները նախ հատկապես առողջապահական համակարգի չնայած բոլոր աշխատակիցները, որոնց պատասխանատվության շրջանակներում է յուրաքանչյուր քաղաքացու առողջություն եւ կյանք, անկախ քաղաքական հայացքներից, անկախ սոցիալական վիճակից եւ ի վերջո բժիշկներն էլ Հիպոկրատի երդում են տալիս, որ անկախ ամեն ինչից իրենք պարտավոր են այդ մարդու կյանքը փրկել։ Ես կարծում եմ, որ չէ, ընդհանուր առմամբ նախաբան է, Նարեկ ջան, լիրիկական զեղում էր, սա նախաբանն էր եւս մեկ անգամ հիշեցնելու համար, որ սա այն մասնագիտությունն է, որտեղ որ դու իրավունք չունես տարբերություն դնելու, թե ով է քո բուժառուն եւ զբաղվել նրա բուժմամբ անպայման։ Բայց ես հուսով եմ, որ մենք կհասնենք այնպիսի մի իրավիճակի, որտեղ յուրաքանչյուր մարդ կկայանա եւ կկատարելագործվի իր մասնագիտության մեջ եւ քաղաքական կարող է իհարկե ունենալ նաև քաղաքական հայացքներ, բայց եթե մենք խոսում ենք առողջապահության համակարգի աշխատակիցների մասին, ապա նրանց համար շատ ավելի կարևոր է մարդկային կյանքերը եւ մարդու առողջությունը։ Այլ չեմ տիրապետում մանրամասն։ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի տեխնատու տիկին Լիլիթ Գալստյանի տեխնատությանը, բայց ընդդիմության մյուս 3 տեխնատուներին փաստորեն դեմ քվեարկեցիք, հետաքրքիր տիկին Մանավյան, ինչ սկզբունքով եք կողմ քվեարկել տիկին Գալստյանի անցած ուղին, պատգամավորական գործունեությունը, երկարատև պրոֆեսիոնալիզմը, այլ համարում։ Անկեղծ ասած դժվարանում եմ պատասխանել ձեր հարցին, որովհետև մենք այս հարցի վերաբերյալ շատ տարբեր կարծիքներ ենք ունեցել, երևի ես ավելի հեշտությամբ կպատասխանեի ձեր հարցին, եթե տիկին Գալստյանը առաջադրված լիներ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի հարցերով հանձնաժողովի նախագահի, պաշտոնում եւ լիներ այդ հանձնաժողովի տեխնացուն, որովհետև այնուամենայնիվ օրինակ անձամբ ինձ համար խնդրահարույց է Հայաստան դաշինքի որևէ անդամի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում առաջադրված լինելը, եթե ձեզ հետաքրքիր է, իմ տեսակետն է սա, որովհետև խմբակցությունը իր տեսակետը արդեն հայտնել է եւ մենք քվեարկությունը արել ենք, որովհետև իմ կարծիքով այն քաղաքական թիմը, այն պատգամավորները անձամբ, որոնք որ փողոցներում ես չեմ խոսում այն մնացած հալածանքների մասին, այսպես ասած, որ մեզ ենթարկում էին, բայց հայտարարում էին եւ ժողովրդին ուղղորդում էին, որպեսզի մեր տներից վզից բռնած իրենց բարերով եմ ասում, քաշ տալով բերեին ազգային ժողով, այսինքն իրենք խախտում էին մեր իրավունքները որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ ստիպեին մեզ ինչ գնով էլ լինի
ստիպեին մեզ, որպեսզի մենք ստորագրենք այն ժամանակ impeachment-ի գործընթաց էին ուզում սկսել դրա տակ, այսինքն հաշվի չառնելով իմ քաղաքական մոտեցումները, հայացքները, ընդհանրապես ես որպես մայր կամ բոլորինը, ես կարծում եմ, որ ինձ համար խնդրահարույց է մարդու իրավունքները։ Բայց բոլորը մեր թիմակիցները նման բան չեն արել եւ այդ մեծ բազմա 100,000-ավոր մարդկանց մեջ եղել են ինչ-որ խմբեր, որոնք նման անթույլատրելի վարքագիծ են ցուցաբերել, որը մենք դատապարտում ենք 8 տարի անընդմեջ, 8 տարի։ Եվ հետևաբար, այստեղ մարդու իրավունքների մասով, օրինակ, ես խնդիր տեսել եմ այս հարցում, բայց խմբակցությունը որոշում է ընդունել։ Ռոբերտ Քոչարյանի թիմի անդամ պետք է իր ելույթի նախաբանը սկսեր իր քաղաքական փաստացի ներողություն խնդրելով, այո, իրավունքի ազատությունների խախտումների մասին ներողություն խնդրելով գոնե։ Այո։ Բայց մենք ակնատես չեղանք նման։ Ես դրա համար եմ ասում, այնուամենայնիվ խնդիրներ կային, բայց ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը իր քվեարկությամբ այդ որոշումը ընդունել է եւ ես մեծ հույսեր ունեմ, որ թե Տիկին Գալստյանը, թե մնացած ընտրված հանձնաժողովների նախագահները իրենց աշխատանքը կկատարեն ամենայն պատասխանատվությամբ եւ հուսով եմ, որ այս պաշտոնին առաջադրում է եւ ընտրությունը որպես նախագահ վերանայումների հնարավորություն կստեղծի թե Հագուի Թովմասյանի ճակատագրին արժանանա։ Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել։ Եվ այսօր նաև վեհապարի ծննդյան օրն է, ինչ կմաղթեք վեհապարի։ Ես ում ծննդյան օրն է լինի, կմաղթեմ քաջ առողջություն եւ երկար տարիների կյանք։